այս դատական նիստից ինչ սպասելիքներ ունեք, այս պահին փակ միջնորդություն է քննվում, ինչ եք ակնկալում։ Շնորհակալ եմ հարցադրման համար, ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետև սրանք բոլորը ծախված են։ Եթե մենք ունենայինք արդարադատություն, ես արդարադատության նախարարին էլ եմ ասել, որ ինքը իրեն նմանեցրել է արդեն կամուրջների տակից բերած էքի, որովհետև եթե մարդը իր պաշտոնական պարտականությունը կատարելու փոխարեն ցուցումներ է ստանում եւ կատարում է դրանք, ուրեմն նրանց հետ հույս կապելը ավելորդ է։ Ես պատկերացրեք Սրբուհի Գալյանին օրինակ, այն մյուս անունները չեմ էլ կարողանում տարբերակել այդ կան նախարարին, ոստիկանության, ներքին գործոս նախարարին, ունակ ասել են գեղեցիկ կանայք եք բոլոր, նիհար, սպես հաճելի, գնացեք պոդիում, Նիկոլի հավաքած էքեր, գնացեք պոդիում, դուք կարող եք Հայաստանին գոնե մրցանակներ բերել, իսկ այստեղ Ուղիղ եթերում ենք ուղղակի։ Շատ լավ է, որ ուղիղ եթերում ենք, այսինքն չի մոնտաժվի, գնացեք պոդիում, որտեղ ձեր խելքը չի հասնում այն աշխատանքից, որի համար դուք, այսպես ասած, վարձված եք, որովհետև եթե դուք լինեիք իրոք իրավաբաններ, մանավանդ են մարդու իրավունքների պաշտպանը, զարհուրել կարելի է, սրանք իրավաբան չեն, սրանք վարձու են, վարձու, իսկ ումից են վարձվել ում կողմից թուրքի գործակալի, ես արդեն 8 տարի ասում, Նիկոլը թշնամի է, նա ոչ դավաճան է, ոչ էլ եսիմով, ինքը թշնամի է ծրագիր է կատարում, բա իրենց համար օրինակ չէ, որ Արթուր Դավթյանին շպրտեց, ինչպես կեղտոտ անձեռոցիկ, ես ժամանակին ասացի Արթուր Դավթյան, երբ որ կհայտնվեց փողոցում, այն ժամանակ կհիշես, ինչու պաշտոնական պարտականությունը չես կատարում, օրինակ հիմա այս դատախազես հավը կարելի ասել, ինչու չի ձերբակալում, ինչու չէ ձերբակալում Աննա Կարապետյան կոչված, թե դու էլ իրավաբանությունից գաղափար չունես, քո սուրբ պարտականությունն է ձերբակալել ազգի թշնամուն, գնա ու ձերբակալել արժանանալու ես Արթուր Դավթյանի ճակատագրին, հիշիր Աննա Դավթյան, ժամանակին նրան էլ մեռա խնդրելով, պաղատելով, պահանջելով, չլսեց, դարձել է ցիրկի շնիկ, ներողություն եմ խնդրում օտար բառի համար, ես իմ վատ արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում ակնդրից և ունկնդրից, մնացածները արժանի են, այն ինչի մասին, որ ես ասացի։ Հայտարարություններ չանենք, դուք 2020 թվականից պայքարում եք, փորձում եք… Ինչու 20 թվականից, ավելի շուտ, այո, Ստամբուլյան կոնվենցիայի… Սակայն ստացվում է, որ շուտով 26 թվականին ընտրություններ կլինեն, ինչ ակնկալիքներ ունեք ընտրությունների։ Քանի մեր ժողովուրդը չի զգում մեղքի իր բաժինը, ես միշտ եմ ասել, մեր ժողովրդի մի հատվածը հրաշք է, բայց մի զգալի մասա կա, որը պարզապես բութ է, անգրագետ ու բութ, որովհետև չի պատկերացնում ոչ դիալեկտիկան, ոչ առաջընթացը, ոչ ժամանակի պահանջները, որովհետև անալիզ չի անում, որովհետև մի բառ են գցել բերանները, նախկինները, լավ է էլի, նախկինների նման պահեք երկիրը, անխոցելի, նախկինների նման ազատ երթևեք ունենայինք այստեղից Արցախ, նախկինների ժամանակվա նման Բարսանար գոնե քիչ-քիչ, բայց Բարսանար աշխատավարձը, նպաստը, թոշակը, գները այսպիսի զարհուրելի չլինեին, նախկինների ժամանակվա նման դեղերը զարհուրելի գներ չունենային, ինչ ասեմ, դեր ռիսկ ունեն, էլի, որտեղ լկտի են, որ համեմատվում են նախկինների հետ, մենք օրինակ մեր ժողովուրդը չկարողացավ գնահատել այն երանելի 30 տարիները, երանելի,
Ես կասեի երանելի, կախաղանտանեն ասելու եմ, այդ 30 տարիները երանելի ժամանակաշրջան էր։ Հիմա ես կարող եմ գնալ Արցախ, հա, կարող եմ, որ մտածում եմ Գանձասարը Թուրքի ողորմածության տակ է գտնվում, քիչ է մնում հավասարակշռությունս կորցնեմ, բալավ սրանք հեչ պետք է չեն, մեր ազգային արժեքները ոչ մեկի պետք է չի։ Մի հատ ես խնդրում եմ ոստիկանության ներկայացուցիչներ, ոստիկանապետ, թեկուշարքային ոստիկաններ, մի անգամ գնացեք Վան, բարձրացեք Վանի բերդ ու փորձեք գտնել Այգեստանը, կգտնեք, հետքն էլ չկա, անապատ է, որտեղ Վանի ոսկու տերերը զլացան 10 ոսկի տալ Արամ Մանուկյանին, որ զենք զինամթերք բերեր, տվեցին Թուրքին, ընտանիքից ձեր չտաս, հա, Թուրքը ձեզ նման հիմար չի, ոսկին վերցրեց, ընտանիքն էլ ոչնչացրեց մեր ումանոք, որ որևէ պարագայում, որևէ ժամանակ ժառանգի հաճ չգա, ես չպահանջեն իրենց ընտանեկան ունեցվածքը։ Այդպես կլինի Ալեքսանյան Գյուլնարա, այդպես կլինի նաև այսօրվա պաշտոնյաների հետ, լավ հիշեք պաշտոնյաներ, և հետո Հայաստանի բոլոր հարուստներ, մեծահարուստներ, միլիարդատերեր, այս մի բուռ հողում միլիարդատեր դարձած սրիկաններ, ձեզ եմ ասում, դուք բոլորը միասին Իվանիշվիլու մի կտրած եղուն կչարժեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Դա այն հոգևոր